Հանրահավաքի մեկնարկին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին հիշեցրեց քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ծննդյան օրվա մասին ու հորդորեց միասին շնորհավորել նրան։ Մենք ամեն ինչ կանենք, որ Սասունը նոր տարին անցկացնի իր տանը, նշեց Մանուկյանը։ Անդրադառնալով պիկետի ժամանակ արձանագրված միջադեպին ու Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների ձերբակալություններին, Մանուկյանը նշեց, որ 4 երիտասարդները դեռևս ազատ չեն արձակվել։ Մենք դիմում ենք իշխանություններին, ոստիկանությանը, որ բաց թողնեն երիտասարդներին մինչև այսօր կայանալիք երթի վերջը, ավելացրեց Մանուկյանը։ Միջազգային կառույցների որևէ արձագանք ոչինչ է, եթե դուք այսքան ամուր, այսքան պինդ կանգնած եք, դիմելով կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներին հայտարարեց վերջերս բանտից ազատ արձակված նախկին քաղբանտարկյալ կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը, ով 2 տարի 8 ամիս ազատազրկված է եղել։ Այս պայքարը տեսակի պայքար է, սովորական մարդկային տեսակի պայքար է, արժանապատիվ, հարգալից, հայրենիք ունենալ ցանկացողների եւ դավաճան եւ ուրացողների միջև Երբեք այսքան տհաճ կառավարություն չենք ունեցել, որին հագցրել են ինտելեկտուալի հագուստ, իր ելույթի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, խոսելով ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության մասին։ Բագրատյանի գնահատմամբ այս օրենսդրական նախաձեռնությունն արտագրվել է Ռուսաստանի համանուն օրենքից։ Սա Ռուսաստանում համարվում է ամենահիմար օրենքներից մեկը, նշեց նա։ Սա այսօր Ռուսաստանում համարվում է երբևիցե ընդունված ամենահիմար համակարգերից մեկը։ Նույնիսկ երբ որ մերոնք արտագրել են օրենքը, վերցնեին 2009-ի մշակված տարբերակից արտագրեին։ Մասնավորապես, երբ որ մեքենա խփում է մեկը, դու դիմում ես քո ապահովագրական ընկերությանը, այլ ոչ թե քեզ խփող մեքենային ապահովագրական ընկերությանը, որտեղ դու նրանց հետ ինչ գործում ես։ Հետո քո ապահովագրական ընկերությունը նրա հետ հարցերը լուծում է։ Նույնիսկ այս հասարակ հարցը արտագրված է ռուսական հին օրենքից։ Բագրատյանն անդրադարձավ նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին ու նշեց, թե երկրի ներսում աղքատությունն այնքան մեծ է, որ օլիգարխները չեն կարող պահանջարկ չունեցող ժողովրդի մեջ շահավետ բիզնես իրականացնել։ Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը անդրադարձավ 12 քաղբանտարկյալների խնդրին։ Ըստ նրա ունեն որոշակի տեղեկություններ, թե առաջիկայում իշխանություններն ազատ են արձակելու այն բոլոր քաղբանտարկյալներին, որոնց գործերը կապված են մարտի 1-ի դեպքերի հետ, բացի Նիկոլ Փաշինյանից ու Սասուն Միքայելյանից։ Պահը այս առումով վճռական է եւ մենք պետք է ամեն բան անենք բոլորի նկատմամբ, բոլորի ազատմանը հասնելու համար։ Արամ Սարգսյանն անդրադարձավ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին ու նշեց, թե գերտերություններն արդեն բացահայտ խոսում են խնդրի լուծման անհրաժեշտության մասին, ինչը հաստատ չի բխում Հայաստանի շահերից։ Ստեփան Դեմիրճյանը խոսեց առաջիկա ընտրություններից, ըստ նրա ակնհայտ է, որ իշխանական կուսակցությունները արդեն սկսել են պատրաստվել ընտրություններին, սակայն նրանց գործելավոճն ըստ Դեմիրճյանի չի փոխվել։ Սկսել են ներդնել հասարակական գիտակցության մեջ, թե իբր հանրապետական կուսակցությունը, իշխանական կուսակցությունները առհասարակ ստանալու են ընտրողների ձայների մեծամասնությունը։ Ստանալու են, որովհետև գործ են անում, որովհետև կատարում են իրենց նախընտրական խոստումները։ Հիմա ճիշտ է, այդ որ գործերի համար պետք է ընտրողների մեծամասնությունը ձայն տա հանրապետական կուսակցությանը։ Խառացուցարներին գնդակահարելով, թե այնտեղ մարդկանց անազատության մեջ պահելու համար։ Իմաստունները ասում են, ցանկացողին ճակատագիրը տանում է, չցանկացողին քաշ է տալիս։ Եկել է ցանկանալու ժամանակը, բայց ցանկությունն էլ պետք է լինի արդար ու աստվածահաճո, որովհետև իմ եղբայր Վազգենն ասում էր, զգուշ եղեք ձեր ցանկություններից, դրանք կատարվում են։ ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին բացահայտումներին էլ անդրադարձ կատարվեց։ Ըստ Արամ Մանուկյանի դրանք վկայում են այն մասին, որ այս իշխանությունների վզին գցած օղակը նեղանում է։ Այս ամենը բումերանգի պես կվերադառնա այն միջազգային կառույցներին, որոնք օգնում են այս կրիմինալ իշխանություններին։ Հերմինե Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալենյուս, Երևան։